Բարև ձեզ, պարոն Ֆարմանյան, շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, առաջին եթերն է մեր տաղավարից ձեր և մի քանի հարցեր կա, որոնց հետ կապված կլսենք նաև ձեր գնահատականը։ Տեսեք, հիմա այնպես է ստացվել, որ ըստ էության Ռուսաստանը համատարած սահմանափակումներ է մտցրել հայկական արտադրության եւ ոչ միայն յուղմթերք կլինի, ձկնատեսակներ կլինեն, երեկ արդեն հայտնի դարձավ նաև, որ արտադրողները խնդիր են ունելու արտահանման։ Գիտենք այս ընթացքում, այս ժամանակահատվածում Լարսում ինչ խնդիրներ կան, չնայած որ վերջերս ձեր ուժի Նարեկ Կարապետյանին թույլ չէին տվել, որպեսզի գնա Լարս, հանդիպի վարորդներին եւ տեղում հասկանա նաեւ ինչ խնդիրների առաջ են կանգնած օրերով, ինչ որտեղ նաեւ շաբաթներով Լարսում այդպես մնացած վարորդները։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Այս ինչ որտեղ նաեւ պատժամիջոցները ինչ հետևանք են ունենալու, ինչպիսի ազդեցություն են ունենալու հայ մարդու, հայ գյուղացու վրա եւ նաեւ ըստ էության մեր տնտեսության վրա, համեցեք։ Նախ սկսեմ նրանից, որ 2015 թվականից մենք գտնվում ենք մի տնտեսական միությունում, որը Հայաստանի Հանրապետության համար լայն հնարավորություններ էր նախկին ժամանակով ասեմ ստեղծել, որից մենք չօգտվեցինք այնպես ինչպես պետք էր օգտվել։ Մասնավորապես մենք կարող ենք ունենալ 4 անգամ ավել տնտեսական աճ, քան նախկինում էր, սակայն արձանագրել ենք մոտավորապես դրա կեսը, տարբեր գնահատականներով, եւ դա եղել է ինքնաբերաբար, ինչ է նշանակում ավելի մատչելի փորձեմ բացատրել, լինել Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ։ Դա նշանակում է ապրանքների, ծառայությունների եւ աշխատուժի ազատ տեղաշարժ։ Դա նշանակում է ապրանքների ներմուծում առանց մաքսատուրքերի։ Դա նշանակում է ապրանքների արտահանում համապատասխան եվրասիական երկրներ առանց մաքսատուրքերի եւ լինել լիիրավ անդամ նշանակում է ունենալ ձայնի իրավունք։ Եվ այս տարիների ընթացքում անկախ մեր կամքից եւ 2022 թվականին սկսվեց ռուս-ուկրաինական հակամարտությունը, բազմաթիվ ապրանքատեսակներ ներկրվում էին երրորդ երկրներից դեպի Հայաստանի Հանրապետություն եւ Հայաստանի Հանրապետության միջոցով դրանք արդեն ձեռք էին բերում այդ ապրանքները եվրասիական ապրանքի կարգավիճակ եւ արտահանվում հիմնականում Ռուսաստանի Դաշնություն։ Եվ մեր տնտեսությունը թռիչքաձև աճ արձանագրեց միայն այդ process-ի շնորհիվ, այդ վերարտահանումների շնորհիվ։ Եվ մենք մոտավորապես, եթե տոկոսային հարաբերակցությամբ ասենք, մեր արտահանման մասնաբաժինը Ռուսաստանի մոտավորապես 37% է կազմում, իսկ դա ահռելի ցուցանիշ է, եւ մենք ընդհանրապես համեմատելի չենք այս առումով, այսինքն համեմատելի չէ ցուցանիշը դեպի Եվրամիության երկրների արտահանման հետ, եւ մենք փաստորեն ինչ ենք անում, այս տարիների ընթացքում, վերջի տարիներին հայտ է ներկայացվում դառնալ Եվրամիության անդամ, որը գործնականում անհնար է կամ հնարավոր չէ։ Ինչու հնարավոր չէ, որովհետեւ գոյություն ունի մի աքսիոմատիկ ճշմարտություն, դա հետեւյալն է, որ եթե քո երկրի արտահանման նվազագույնը 40% բաժին չի ընկնում Եվրամիության երկրներին, դու չես կարող նույնիսկ բանակցել Եվրամիության անդամ դառնալու հետ կապված։ Եվ հետեւաբար սա բացարձակ սուտ է եւ սրա տակ կա քաղաքական բովանդակություն, այսինքն տնտեսական բովանդակություն չկա։ Եվ մենք այս քայլերով, երբ որ մենք ենք ասում, այսինքն իշխանությունները գործող, տանում են Հայաստանը մի ուղղությամբ, որը ոչ թե Եվրոպան մետ է, ոչ թե հակառուսական է, այլ հակահայկական է։ Այսինքն չգիտակցել, թե ինչ հետևանքների առաջ մենք ինչ հետևանքներ կունենանք, սա պարզապես հակահայկական քաղաքականություն է։ Ինչ տեղի կունենա, հիմա արդեն ասեմ ավելի պրակտիկ մակարդակում, ապագայում, եթե այս տենդենսը շարունակվի եւ կարծեք թե շարունակվում է, սա ասում եմ առանց չարախնդալու, պարզապես փաստ եմ արձանագրում, Հայաստանի Հանրապետություն ներկրվող ապրանքները առնվազն 5-ից 10%-ով կթանկանան միայն մաքսատուրքերի հաշվին, քանի որ այժմ դրանք ներկրվում են առանց մաքսատուրքերի։ Դեպի Եվրասիական միության երկրներ ապրանքները ավելի վատ պայմաններով կարտահանվեն տնտեսվարողների համար, որովհետև այդ երկրներում եւս պետք է իրենք վճարեն մաքսատուրքեր, համապատասխանաբար 5-ից 10% մոտարապես։ Սրան զուգահեռ մենք համագործակցում ենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Մենք ունենք շուրջ 700 միլիոն դոլարի չափով առևտրաշրջանառություն Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որը իր հերթին ունի ազատ առևտրի համաձայնագիր Եվրասիական միության հետ, եւ հետեւաբար այդ 700 միլիոն դոլարանոց շուկան եւս հարվածի տակ է հայտնվում, քանի որ ներկրվելով Հայաստան այդ ապրանքների դիմաց պետք է վճարվի մաքսատուրք, այսինքն Իրանից ներկրվող ապրանքները եւս թանկանալու են։ Ինչ է նշանակում ծառայությունների եւ աշխատուժի ազատ տեղաշարժ, դա նշանակում է, որ Հայաստանից դեպի Եվրասիական միության երկրներ
տեղափոխված աշխատուժը ավելի արտոնյալ պայմաններում է աշխատում եւ իրենք ավելի վատ պայմաններում կհայտնվեն։ Այստեղ վտանգ կա գազի գնի թանկացման, այսինքն գազը, որը ներկայումս տրամադրվում է Հայաստանին համապատասխան գնով, թանկացման պարագայում հասարակ քաղաքացին հացի դիմաց վճարելու է ոչ թե 200 դրամ, այլ 1000-ից 1200 դրամ, ասենց ավելի պրակտիկ ասեմ, որ հասկանալի լինի հետևանքը։ Ընդհանրապես մի պրիմիտիվ օրինակով եմ սա ասում։ Մենք ունենք շուրջ տարեկան 3 միլիարդ 800 միլիոն դոլար, մոտարապես 4 միլիարդ դոլարի դրամական փոխանցումներ Ռուսաստանի Դաշնությունից դեպի Հայաստան, որով ապրում են բառի բուն իմաստով, գոյատևում են մեր բազմահազար հայրենակիցներ։ Եվ կա վտանգ, որ Ռուսաստանի Դաշնությունը կարող է սահմանափակում մտցնել դրամական փոխանցումների հետ կապված։ Այսինքն դրանք ռիսկեր են, որոնք կրկնում եմ մեկ անգամ եւս հաշվի չառնել, նշանակում է իրականացնել հակահայկական քաղաքականություն, որտեղ դրանով վտանգի տակ է դրվում ամբողջ մեր բնակչության ապրելը, այսպես ասեմ, այսինքն ապրուստի միջոցը վտանգի տակ է դրվում, որտեղ շատ շատերը գոյատևում են բառի բուն իմաստով այդ Ռուսաստանի Դաշնությունից եկող դրամական փոխանցումների հաշվին կամ նույն գազի գնի էժանության պարագայում իրենք ավելի բարենպաստ պայմաններում են գտնվում։ Ինչու է այս իրավիճակը առաջացել։ Ընդամենը ամիսներ առաջ Հայաստանում էին գտնվում եվրոպական երկրների ղեկավարներ, այդ թվում նաև Ուկրաինայի նախագահ Զելենսկին, եւ այստեղ հակառուսական հայտարարություններ էին անում։ Այսինքն այս ամենը գիտակցել է պետք եւ խոսում են ինքնիշխանության մասին։ Ինչ է նշանակում ինքնիշխանություն, եթե մեր պատկերացրած ինքնիշխանությունը մեր տնտեսությունը վտանգի տակ դնելն է կամ կոլապսի հասցնելը, արդյոք մեզ պետք է նման ինքնիշխանություն։ Եթե ինքնիշխանության մասին են խոսում, ապա այդ պարագայում թող միանգամից կամավոր հրաժարվեն այդ էժան գազից, ասեն մենք ինքնիշխան ենք, մենք չենք ուզում ձեր տված էժան գազը։ Ասեմ ավելին, ուրեմն դրան զուգահեռ խոսում են, որ մենք ունենանք այլընտրանքային գազ։ Եթե այլընտրանքային գազը ադրբեջանական գազն է, այստեղ մեկնաբանելու ոչինչ չկա, հետևությունները թողնում եմ ձեզ, հարգելի հեռուստադիտողներ։ Այսինքն, արդյոք Ադրբեջանը կարող է մեզ գազ տրամադրել հենց այնպես, առանց ոչնչի, եւ կարծում եմ, որ ոչ, ամեն ինչ ունի իր գին այս կյանքում, եւ դրա դիմաց շատ հնարավոր է պահանջեն, ասենք օրինակ Սևանի կեսը, ասեն Սևանի կեսը տվեք մեզ, եւ դուք կունենաք 100 տարով անվճար գազ, ասենք թե։ Այսինքն սրանք խնդիրներ են, որոնք բայց իհարկե դա էլ չեն իրականացնի իրենք, որովհետեւ մենք նույն շրջափակված Արցախում հիշում եք, գազը ինչպես էին իրենք անջատում եւ սառնամանիքի ցրտի մեջ թողնում մեր հայրենակիցներին, այս կողմն դե բնականաբար ոչինչ չէր անում։ 100 տարի չէ, իրենք մի ժամ անգամ հային ոչ մի բան չեն տա, ինչ ուզում ես տուր իրենց, Արցախն էլ են տվել, ամեն ինչ էլ տվել են, մենք հեսա դրան եք անդրադառնանք եւ այսօր ինչ ունենք մենք։ Բնականաբար ամեն ինչ էլ հնարավոր է, ես սա տեսականորեն ռիսկերն եմ թվարկում, ես թվարկում եմ մեր առավելությունները, ընդհանրապես այս իշխանություններին հաջողվել է ամեն ինչ դնել սև ու սպիտակի տրամաբանության մեջ, այսինքն երբ որ մենք խոսում ենք օբյեկտիվորեն, որ կան նմանատիպ ռիսկեր, իրենք միանգամից տվյալ մեկնաբանողին, անձնավորությանը, չգիտեմ, ասոցացնում են ռուսամետության հետ։ Եկեք տարբերենք, լինել հակառուս մի բան է, լինել հակահայ մեկ այլ բան է, ռուսաֆոբ չլինել մեկ այլ, բայց տարբեր բաներ են, այսինքն մենք չենք ասում մենք ռուսամետ ենք, մենք ասում ենք մենք հակառուս չենք, որտեղ հակառուս լինել նշանակում է լինել հակահայ, այս տնտեսական կախվածության պարագայում, եւ իրենք երբ որ անընդհատ խոսում են նաեւ դիվերսիֆիկացիայի մասին, որ պետք է մեր արտահանման կառուցվածքը փոխվի, թող անեին այս տարիների ընթացքում ով էր իրենց ձեռքը բռնել։ Այսինքն 2018 եւ 2025 թվականների ցուցանիշները երբ որ համեմատում ենք, թվերը հուշում են այն մասին, որ ամենաշատ կախվածություն նույն Ռուսաստանի Դաշնությունից տնտեսական կախվածություն տեղի ունեցել այս իշխանությունների օրոք։ Եթե նախկինում ունեինք X ցուցանիշ, արտահանման կամ ներմուծման, հիմա այդ ցուցանիշը 10%-ով ավելացել է վերջին 8 տարիների ընթացքում։ Թե ինչ քայլեր են տեղի ունեցել դեպի Եվրամիության շուկաներ մեր ապրանքները արտանելու ուղղությամբ, որևէ քայլ կարծում եմ տեղի չի ունեցել, որովհետև որոշակի որակական չափանիշներ գոյություն ունեն Եվրամիության երկրներում եւ այդ չափանիշների բավարարման ուղղությամբ որևէ կոնկրետ քայլեր չեն իրականացվել։ Իսկ այսօր խոսում են, որ մեր ծիրանը կարտանվի Եվրոպա եւ այլն, Ժորժ ջան, ուզում եմ իմանաք, որ խափում են, մանիպուլացնում են, սրանք ընդհանրապես խոսույթներ են, այն ժողովրդական լեզվով ասեմ, փրփուրից կախվող մարդու նման, խեղդվող մարդու նման, եւ դա իրականության հետ բացարձակ կապ չունի։ Մեր գյուղմթերքը ցավոք սրտի, ուրեմն չի համապատասխանում եվրոպական ստանդարտներին, որտեղ կան որոշակի թունաքիմիկատներ,
եւ այլն համապատասխան պարարտանյութեր, որը չի համապատասխանում եվրոպական չափանիշներին, այդ մասին ռուսական չափանիշներին չի համապատասխանում, բայց դաշնակցային հարաբերություններից տեսեք, այո, դա եւ նաեւ փաստենք մի բան, որ ընդհանրապես ամբողջ աշխարհում մեր արտադրանքը, որը արտանվում է թե Միացյալ Նահանգներ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, թե Եվրամիության երկրներ, թե Ռուսաստանի Դաշնություն, հիմնականում այդ արտադրանքի սպառողները մեր հայրենակիցներն են։ Դա հետխորհրդային, ուրեմն այդ համային հիշողություն գոյություն ունի տրադիցիաներ, նաև այո, դաշնակցային հարաբերություններ եւ այս փաստերը չի կարելի հաշվի չառնել։ Ես բազմիցս նաև օրինակ եմ բերում Վրաստանը մեր հարևան երկիրն է, մենք տարիներ առաջ ունեինք հնարավորություն ստորագրելու Եվրոասոցիացիան համաձայնագիր, լինել մեկ այլ միության մեջ, իհարկե լիիրավ անդամ չէինք դառնում, Եվրասիական միության անդամ լինել ավելի բարձր կարգավիճակ է մեզ տվել, քան Եվրոասոցիացիան համաձայնագրի ստորագրման պարագայում, բայց նույնիսկ Վրաստանը, երբ այսօր համարվում է Եվրոասոցիացիան համաձայնագիր ստորագրած երկիր, առանց Եվրասիական միության շուկայի չի կարող տնտեսությունը գոյատևել, այսպես ասեմ, որովհետև վրացական հանքային ջրերը, վրացական գինիները եւս մեծամասամբ սպառվում են Եվրասիական միության երկրներում, այսինքն սա մի անխուսափելի է։ Եվ միտքս հետ վերադառնամ նախորդ մտքին, երբ խոսում են, որ մենք կգնանք Եվրոպա, կլինենք Եվրամիության անդամ, այսպես կանենք, այնպես կանենք, թող գազը թանկանա, ժողովուրդ ջան, դա ուրեմն չի բխում մեր երկրի շահերից շատ մեղմ ասած, սա հակահայկական քաղաքականություն է, սա բացարձակ կապ չունի ոչ ռուսաֆոբիայի հետ, ոչ ռուսամետության հետ, ոչ մի մետության հետ, այսինքն եթե մենք ուզում ենք, որ իրականացվի պրոհայկական քաղաքականություն, ուրեմն պետք է այս իրողությունները հաշվի առնենք, թե մենք ինչերի առջև կկանգնենք, ինչ փաստի առջև կկանգնենք եւ չեմ վախենա այս բառը ասելուց, այո, մեր տնտեսությունը կա վտանգ, որ կոլապսի կենթարկվի։ Պարոն Ֆարմանյան, ձեր վերջին հարցազրույցներում անդրադառնում եք, որ իրականում այս, որ հիմա փորձում են խաբել նաև հայ մարդուն, հայ գյուղացուն, որ սուբսիդավորելու են այս ամեն ինչը, սա ինչ ժամկետների մեջ հնարավոր է իրականացնել եւ ի վերջո այս սուբսիդավորման ծախսն էլ, հա, ով է քաշելու հետագայում։ Տեսեք, էլի փորձեմ շատ մատչելի բացատրեմ, ոչ բարդ մասնագիտական տերմինաբանությամբ, ինչ է նշանակում սուբսիդավորել։ Հիմա, քանի որ մեր գյուղացիները, գյուղացիական տնտեսությունները չեն կարողանում իրենց արտադրանքը արտանել այն շուկա, որտեղ միշտ նախկինում արտանել են, այսինքն Եվրասիական միության երկրներ, կառավարությունը փորձում է իբրև թե մեղմել, իբրև թե կոմպենսացնել եւ գտնել նոր շուկաներ։ Եվ ինչ է ասում, ասում է հարգելի հարկատուներ, այդ ձեր մի մասի հաշվին եկեք ֆինանսավորենք այն մյուսին, այն մյուս հատվածին, մեր ովքեր ապրանքներ են գյուղմթերք են արտանում Եվրասիական միության երկրներ, որ իրենք կարողանան նոր շուկաներ գտնել։ Եվ ֆինանսավորում են, սուբսիդավորում են տրանսպորտային ծախսերը լոգիստիկ։ Հիմա ասում եմ քննարկենք, միասին քննարկենք այս էկրանի մյուս կողմում, դուք ինձ հետևում եք, ինչն են քննարկում։ Ուրեմն արդյոք եթե դու չունես շուկա կամ քո X արտադրանքը չի վաճառվում կոնկրետ եվրոպական երկրում, այդ տրանսպորտային ծախսի հատուցումը առաջացնելու է պահանջարկ։ Կարծում եմ, որ ոչ։ Այսինքն տրամադրում են գումար, որ քո լոգիստիկ ծախսերը դու կոմպենսացնես, այսինքն տրանսպորտային ծախսերը կոմպենսացնես, եւ ասում են ինչ ուզում ես արա, մենք կոմպենսացնում ենք այս տրանսպորտային ծախսը, քո ապրանքը տար Եվրոպայում վաճառի։ Լավ, ապրանքդ գնաց Եվրոպա։ Սիրելի գյուղացիական տնտեսության ներկայացուցիչներ, դուք ունեք այդ քանակը, որ կարողանաք օրինակ Ֆրանսիայի X սուպերմարկետի համապատասխան ուրեմն ապահովեք։ Այսինքն ունեք այդ քանակի արտադրանք։ Կարծում եմ, որ ոչ։ Օրինակ Ուժեղ Հայաստան կուսակցությունը ուներ մի շատ լավ ծրագիր։ Ասում էր պետք է ունենանք մթերման կայաններ, որպեսզի կարողանանք այդ փոքր քանակները գյուղացուց առնել, կնքել պայմանագիր տարվա սկզբին, որ մենք կոնկրետ գնով այդ արտադրանքի վիճակ ենք առնելու, օգնենք գյուղացուն, պարարտանյութով, վառելիքով եւ այլն, եւ համապատասխան սեզոնին այդ փոքր խմբականակները, որոնք կդառնան մեծ խմբականակ, պետական օժանդակությամբ առաքենք դեպի X երկիր պայմանական։ Հիմա չկան այդ մթերման կայանները։ Առանձին գյուղացիական տնտեսությունը ի վիճակի է իր այդ փոքր խմբականակը արտանել Եվրոպա, կարծում եմ ոչ։ Կամ նույնիսկ արտահանման պարագայում Եվրոպան այդ արտադրանքը ի վիճակի է ձեզանից առնելու, որը չի համապատասխանում իր չափանիշներին։ Պատասխան ոչ։ Եվ իմ գործընկերները այս մասին խոսել են։ Նույնիսկ եղել են դեպքեր, երբ 3 տոննա ծիրանի
ոչնչացման համար ծախսել են համապատասխան գումար, որը հնարավոր չի եղել իրականացնել Ֆրանսիայում կոնկրետ։ Եվ այս կոմպենսացիաները դրանք երկար կյանք չունեն։ Սրանք ընդհանրապես ցուցադրություններ են, տեսարաններ են, որ տեսեք մենք օժանդակում ենք մեր գյուղացում, բայց ինչ է կատարվում, իրենք մի խումբ հարկատուների հաշվին, ասենք իմ հաշվին ես որպես հարկատու, ֆինանսավորում են մեկ այլ խումբ հարկատուների, որ իրենք իրենց արտադրանքը տանեն Եվրամիության երկրներ։ Եվ ասեմ, սա նոր բան չի է սուբսիդավորումը։ 24 թվականի հունվար-փետրվար ամիսներին կառավարությունը ընդունեց մի որոշում, համաձայն որի այդ նույն սուբսիդավորումը տրամադրվում է բոլոր այն արտանողներին, որոնք իրենց արտադրանքը կարտանեն Եվրամիության երկրներ։ Եվ երբ որ մենք նայում ենք, դիտարկում ենք այդ դինամիկան, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել, դրանք շատ չնչին փոփոխություններ են։ Եվ 2021 թվականից սկսած մինչև 25 թվականը 21-ից սկսած երբ որ նայում ենք, արտահանման կառուցվածքը դեպի Եվրամիության երկրներ անկում է արձանագրվել նույնիսկ։ Եվ այնպես չի, որ այդ սուբսիդավորումը, որը տրամադրվում է, կրկնում եմ, 25 թվականի փետրվարից, 24 ասեցի, չեմ հիշում, 25 թվականի փետրվարից առ այսօր անցել է արդեն 1.5 տարի, այս 1.5 տարվա ընթացքում առանձնապես լուրջ աճ մենք չենք արձանագրել եւ ընդհանրեն ունենք Եվրամիության երկրների հետ $700 միլիոն արտահանում եւ երբ որ հանում ենք հանքահունքային արտադրանքը, որը շուրջ $200 միլիոն ավել է, տակը առանձնապես ոչինչ չի մնում։ Հիմա համեմատության համար մենք օրինակ Ռուսաստան միայն արտահանել ենք շուրջ $3 միլիարդ ապրանքներ։ Հիմա արտահանել ենք $3 միլիարդ ապրանքներ, ամբողջ Եվրամիությունը միասին վերցրած կազմում է շուրջ $400 միլիոն հանածուն հանքահունքային արտադրանքը եւ տրամադրում են $50 միլիոն եվրոյի ներողություն օժանդակություն, եվրոպացիները ասում են, տեսեք, մենք $50 միլիոն օժանդակություն ենք տրամադրել, դուք հեսա շուտով ձեր արտադրանքը կարտանեք եվրոպական երկրներ։ Հիմա ամփոփ եմ միտքս։ Ուրեմն, այստեղ խնդիրը միայն Եվրոպայի մեջ չի, նաև մնացած բոլոր ուղղություններ կան, այսինքն այլ ուղղություններ եւս կան, մասնավորապես արաբական երկրներ, Չինաստան եւ այլն։ Այս ուղղություններով մենք չենք տեսնում համապատասխան դիվերսիֆիկացիային ուղղված աշխատանքները։ Եթե սա լիներ, դա կլիներ տրամաբանական։ Հիմա այս իշխանությունները ֆիքսվել են կոնկրետ եվրոպական ուղղության վրա, իսկ մեր գործընկեր Եվրասիական միությունը ասում է մի շատ պարզ բան. եթե դու գնում ես դեպի Եվրամիություն, ուրեմն պետքա կողմնորոշվես, կամ մնում ես Եվրասիական միության կազմում, կամ գնում ես դեպի Եվրամիություն։ Այսինքն երկու աթոռի վրա նստելու քաղաքականությունը դա անընդունելի է։ Իմիջիայլոց դա եւս մեկ անգամ երեք Մարիա Զախարովան հաստատեց, որ ընտրություն պետք է կատարել կամ ԵԱՏՄ կամ ԵՄ, որովհետեւ այսօր այս վերջին կառավարության նիստի ժամանակ ըստ էության Փաշինյանը նույն տերմինոլոգիայով, նույն մանիպուլյացիայով, ինչպես ժամանակին հապկի մասին էր արտահայտվում, հիմա ԵԱՏՄ կա թե չկա, եթե չկա, մենք էլ արդեն ինչ ունենք անելու, խնդրեմ այս մասը բնականաբար, ուրեմն նման պատասխանները, խուսափողական պատասխաններ ես կբնութագրեի որպես պետք է շատ հստակ դիրքորոշում ունենալ եւ տեսեք, ասեմ մի շատ կարեւոր բան ընդգծեմ, հենց հիմա ես ինչի մասին որ խոսում եմ, շատ-շատերը գուցե ասեն դու, չգիտեմ, ռուսամետ ես, այն մեկն ասում է ես եվրոպամետ եմ, Ժորժ ջան, ոչ մի մետ չենք, պետքա լինել հայամետ, պետքա նայել մեր տնտեսությունը, որ ուղղությամբ է ճիշտ զարգանում, ինչ քայլեր են պետք է այդ ռիսկերը չեզոքացնելու համար, ինչ քայլեր են պետք մեր արտահանման կառուցվածքը դիվերսիֆիկացնելու համար, բացարձակապես որևէ երկրի մետ, այդ իրաց բառերով ասեմ, չպետք է լինել ոչ իրանամետ, ոչ ռուսամետ, ոչ եվրոպամետ, պետք է լինել հայամետ։ Հիմա ես որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ ուզեմ խոսել հայամետ դիրքերից։ Ես ասում եմ, եթե այս տենդենսը շարունակվի, շուտով առաջիկա ամիսներին մենք կարող է հնարավոր է որ ականատես լինենք նոր պատժամիջոցների, որը մեր երկիրը լավ տեղ չի տանելու։ Սա ուրեմն վերաբերելու է բոլորիս, անխտիր բոլորին, դա կլինի գյուղացիական տնտեսության ներկայացուցիչ, կլինի հասարակ դասախոս, թե կլինեմ ես, սա վերաբերում է բոլորիս, եւ մենք բոլորս ավելի վատ ենք ապրելու։ Արժե արդյոք միշտ կախված մնալ Եվրասիական տնտեսական միությունից, իհարկե ոչ, բայց դրա համար պետք է անել ոչ թե կտրուկ քայլեր, կտրուկ հայտարարություններ, ասել մենք գնում ենք դեպի Եվրոպա, որը իրականության հետ բացարձակապես կապ չունի, չեն էլ սպասում, որտեղ դրա համար գոյություն ունեն աքսիոմատիկ իրողություններ, այն է մեր արտահանումը պետք է հասնի այնպիսի մակարդակի եվրոպական երկրների հետ, որը հավասարվի 40%-ին առնվազն, իսկ այդ ցուցանիշը այժմ կազմում է 7%, այսինքն մեր հետ նույնիսկ չեն էլ բանակցի, մենք Եվրոպային պետք ենք այնքանով, որքանով մեր հարաբերությունները փչացնենք մեր մյուս գործընկերների հետ, իսկ մենք դեմ ենք հարաբերություն փչացնելուն ի հաշիվ ինչ որ նոր գործընկեր ձեռք բերելու, որը շատ հեռու է, այսինքն համեմատելի էլ չեն նույնիսկ
այդ թվերը ցուցանիշները թե արտահանման, թե ներմուծման, թե շուկաների ստանդարտների առումով եւ այլն եւ այլն, այսինքն սրանք իրողություններ են, որոնք մենք չենք կարող չարձանագրել ելնելով, կրկնում եմ, մեր երկրի շահերից։ Իսկ դիվերսիֆիկացիա նշանակում է տարիների տքնաջան աշխատանք, այսինքն որակը պետք է համապատասխանի մեր արտադրանքի եվրոպական ստանդարտներին, մենք պետք է ունենանք այն ծրագիր, ինչ որ մենք էինք ներկայացնում, համապատասխան մթերման կայաններ, համապատասխան լաբորատորիաներ, որպեսզի կարողանանք նաև այդ քանակները ապահովենք համապատասխան շուկաներում, այսինքն դա տարիների աշխատանք է։ Իսկ այսօր վերցնել միանգամից հասկանալով, որ Եվրասիական տնտեսական միությունը, մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունը չի հանդուրժի այն քաղաքականությունը, որը դու ես անում, դա նշանակում է վտանգի տակ դնել մեր երկրի տնտեսությունը եւ ուրեմն հետեւությունները թողնում եմ ձեզ։ Նաեւ ասեմ մի շատ կարեւոր բան։ Հետ վերադառնամ 2022-2023 թվականներ։ Ուրեմն այդ հակառուսական, այսինքն այդ անուղղակիորեն պատժամիջոցներին միանալու քաղաքականությունը իրականացվել է մի քանի տարի առաջ նույնպես, մասնավորապես բոլոր այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք գրանցվել էին Հայաստանի Հանրապետությունում, շուրջ 50,000 տնտեսվարող սուբյեկտներ Ռուսաստանից եկել էին Հայաստան։ Փոխանակ մենք ուրախանանք, գրկաբաց ընդունեինք այդ սուբյեկտներին եւ փորձենք այնպես անել, որ մեր երկիրը ավելի շատ օգուտներ քաղել։ Ինչ տեղի ունեցավ։ Բանկային համակարգը արգելում էր դրամական փոխանցումներ այդ ապրանքների ներմուծման կամ արտահանման համար, պատճառաբանելով, որ այն արտադրանքը, այն ապրանքը, որը արտահանվելու է Եվրասիական միության երկիր, համարվում է Ռուսաստանում, ավելի շուտ Եվրոպայի կողմից համարվում է սանկցիոն ապրանք։ Երբ որ մեր կողմից հարց էր հնչում, բայց Հայաստանը ինչ կապ ունի դրա հետ, պատասխան չկար։ Այսինքն ընդունվում էր կառավարության որոշում, որտեղ առանձին խումբ ապրանքների արտահանումը դեպի Եվրասիական միության երկրներ արգելվում էր։ Եվ բնականաբար արգելելով, քայլեր կատարելով նմանատիպ, մենք մեր բյուջեի մուտքերն ենք կրճատել, ընդհանրապես ոչինչ։ Եվ երբ որ այսօր իրենք գլուխ են գովում, որ մենք ունենք 2 անգամ ավել համախառն ներքին արդյունքի աճ, իրենք ճիշտ են ասում, ասեմ, բայց այդ աճը եղել է ինքնաբերաբար, իրենք դրա հետ բացարձակ կապ չունեն, եւ այդ ինքնաբերաբար աճը, եթե ճիշտ օգտագործվեր ավելի շուտ այդ հնարավորությունները, ոչ թե կլիներ ինքնաբերաբար աճ, այլ մենք կունենայինք այսօր ռեալ, ոչ թե 2 անգամ ավելացած համախառն ներքին արդյունք, այլ 4-5 անգամ։ Այսինքն 22-23 թվականներից սկսած մեր իշխանությունները իրականացրել են այնպիսի քայլեր, որը չի բխել մեր երկրի շահերից, տնտեսական բնագավառումի նկատի ունեմ, եւ այսօր մենք զարմանում ենք, որ Ռուսաստանը կիրառում է համապատասխան սահմանափակումներ։ Զարմանալու կարիք չկա։ Նախ եւ առաջ ինքներս մեզ պետք է հարց տանք. Հայաստանը արդյոք եղել է վստահելի գործընկեր թե ոչ, եւ երբ որ այդ հարցի պատասխանը մենք ինքներս մեր մեջ գտնենք, կհասկանանք, թե ինչու է այս ամբողջը կատարվում։ Հիմա այնպես է նաև ստացել, որ իրենք շատ հանգիստ խաղաղ դեմքով, օրինակ աղետների մասին է խոսում։ Վերջերս Կենտրոնական բանկի նախագահը ասում է, որ պետական պարտքը 15 միլիարդ է հասել, դե սպասեք գազի գնի թանկացումներ են սպասվում։ Խնդրեմ նաև այս մասով ձեր տեսակետը եւ որպեսզի ձեզ չընդհատեմ սրան շարունակություն, գիտեք, որ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարեց, որ այո, ինքը պատրաստվում է մեկնել ԵԱՏՄ միջկառավարական նիստին։ Լավ, այսքանից հետո օրինակ ինչ ունի ասել այնտեղ կամ ինչպես իրենք սպասել։ Վերջից սկսեմ։ Ամեն անգամ այսպես բառը չեմ կարողանում ճիշտ բառը գտնել բնութագրելու համար, բայց ինձ մոտ այնպիսի տպավորություն կա, որ ասեմ ոնց որ կենցաղային մակարդակում ոնց է լինում, չէ՞ որ լավ, այս անգամ էլ ստացվեց, հաջորդ անգամ էլ կստացվի, մյուս անգամ էլ կստացվի, ամեն անգամ գուցե հաջողվել է լուծումներ գտնել եւ հույսը դնելով այն բանի վրա, որ սահմանափակումներ չեն եղել մինչ այժմ, որովհետեւ կոնկրետ քայլեր չեն եղել, հույս են ունեցել, կարծում եմ, որ այս անգամ էլ կհաջողվի գնալ համոզել, որ ամեն ինչ նորմալ է։ Բայց դա այդպես չեղավ եւ գնալով այս տենդենսը շարունակվում է, կարծում եմ շարունակվելու է եւ մոտ ապագայում լավ հետևանքների ականատես չենք լինելու ցավոք սրտի։ Սա ցավով եմ արձանագրում, այսինքն ոչ թե պետք է չարախնդալ, որ դա այդպես է, ոչ թե պետք է սպասել, որ նոր պատժամիջոցներ լինեն, ասեմ ավելին, նաեւ մեր քաղաքական ուժի ղեկավար Սամվել Կարապետյանը հույս է հայտնել, որ գուցե բանակցենք, այնպես անենք, որ այս սանկցիաները չլինեն, որտեղ վերջին հաշվում է ժողովուրդն է դժվելու, մենք չենք չարախնդում բացարձակապես, բայց ունենք այն ինչ ունենք։ Եվ ամեն անգամ կրկնում եմ, գնացել են, համոզել են կամ առնվազն չեն տեսել հակաքայլեր եւ այն պրիմիտիվ կենցաղային մակարդակով հույս են ունեցել, որ այս անգամ էլ կգնան, կմասնակցեն այդ նիստին եւ գուցե իրենց կհաջողվի հարթել, բայց դա այդպես չեղավ։ Մոտարապես այդպես, այո։
Ուրեմն տեսեք, ինչ էինք մենք ասում, ես ստիպված պետք է նորից անդրադառնամ մեր ծրագրերին, ցավոք սրտի մեր ժողովրդի բարեբախտաբար գերակշիռ հատվածը ճիշտ որոշում կայացրեց, սակայն մեր սահմանադրական մեխանիզմների պատճառով ասեմ, շնորհիվ ասեմ, իշխանություններին հաջողվեց ունենալ այնպիսի ձայների պատկեր, որ կարողանան կառավարություն ձևավորել ինքնուրույն, բայց ինչևէ, մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը իրենց ձայն չի տվել բարեբախտաբար, բայց այն հատվածը, մյուս հատվածը, ովքեր ընտրել են քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, ականջալուրջ եղավ մեր ծրագրերին։ Մենք ինչ էինք ասում, մենք ասում ենք պետք է տնտեսությունը արդյունաբերականացվի, մենք պետք է փոխենք տնտեսության կառուցվածքը, որպեսզի կարողանանք ունենալ պետական պարտքի կայուն կառավարելիություն։ Սա եթե մոտավորապես կենցաղային մակարդակով փորձեն բացատրել, Ժողովուրդ ջան, տեսեք ինչ է ստացվում։ Պատկերացրեք, դուք ունեք պարտք եւ ունեք բիզնես։ Ինչ որ մի կերպ դուք սպասարկում եք ձեր պարտքը։ Բայց ձեր բիզնեսը, օրինակ, ասենք, ունի սեզոնային բնույթ։ Ունեք տուրիստական ընկերություն, եւ այդ ձեր տուրիստական ընկերությունից ունեք շահույթ, սպասարկում եք բանկից վերցրած ձեր վարկերը։ Եվ հանկարծ այդ սեզոնը, որի ընթացքում դուք ունենում եք եկամուտ, լավը չի, եւ դուք ունենում եք եկամտի կորուստ եւ չեք կարողանում սպասարկել ձեր պետական պարտքը։ Ինչ պետքա լինի, որ դուք ավելի կայուն կառավարելիություն ունենաք ձեր պարտքի։ Պետքա ձեր բիզնեսը դիվերսիֆիկացնեք, ունենաք ավելի կայուն բիզնես, ունենաք արտադրություն, օրինակ, չգիտեմ, ունենաք այնպիսի մի ոլորտի բիզնես, որը կայուն է եւ ասենք թե սեզոնայնության հետ կապ չունի։ Այն մոտավորապես պետական մասշտաբով մենք այդ նույն բանն ենք ասում ենք մեր տնտեսության 60%-ը մոտավորապես բաժին ենք նում առևտրի եւ ծառայությունների ոլորտին։ Օրինակ, ասենք 26 թվականի ձմեռը, այս տարվա ձմեռը, հունվար-փետրվարը շատ ցուրտ էր, տուրիստական հոսքերը ծաղկաձոր գնացող ենթադրենք ավելի քչացան եւ ավելի քիչ օգուտներ ունեցան համապատասխան այդ բիզնեսի ներկայացուցիչները։ Սա կենցաղային մակարդակով եմ այս օրինակը բերում։ Հիմա պետք է տնտեսությունը արդյունաբերականացնել, փոխել տնտեսական կառուցվածքը, որպեսզի կարողանանք ունենալ պետական պարտքի կայուն կառավարելիություն։ Մեր իշխանությունները ինչ են ասում են ոչինչ, որ մենք ունենք 14-15 միլիարդ դոլարի պետական պարտք, նորմալ է, մենք մեր պարտքը սպասարկում ենք, բայց միջնաժամկետ, երկարաժամկետ հատվածում մինչև տնտեսության կառուցվածքը չփոփոխվի, որի մասին մենք էինք ասում, մեր քաղաքական ուժը անընդհատ ասում էր այդ մասին։ Հարցը ուրեմն ասած ռիսկային է շատ դրված, այսինքն ունենք պետական պարտք, ունենք այնպիսի տնտեսական կառուցվածք, որը չի կարող ապահովել այդ պետական պարտքի կայուն կառավարելիություն։ Եվ անընդհատ գնալով այդ պետական պարտքը աճում է եւ ամենագլխավորը այդ պետական պարտքը վերցնելով իրենք այդ միջոցները չեն ուղղում այնպիսի ուղղություններ, որը կբերի ավելացված արժեք ստեղծող այսպես ձեռնարկությունների մեջ չի ներդրվում։ Այսինքն չեն ստեղծվում այնպիսի ենթակառուցվածքներ, այնպիսի ընկերություններ, որը կբերի մեր բյուջեին հավելյալ եկամուտներ։ Այսինքն ինչ են անում, ասֆալտ են փռում, ասֆալտից մենք եկամուտ չենք ստանում։ Իրենց պարգևավճարներն են ավելացնում, չգիտեմ, անիմաստ գործողումների եմ մեկնում, ասենց այս բաներով եմ, օրինակներով եմ ասում, որ ավելի հասկանալի լինի իմ ասածը, բայց մոտավորապես միտքս ամփոփելով ասեմ, այսինքն այդ նույնիսկ պետական պարտքը ուռճացնելու պարագայում պետք է այդ միջոցները ուղղվեն դեպի այնպիսի ուղղություններ, որը կստեղծվի հավելյալ արժեք։ Մոտավորապես հեսա մեր տնտեսության պատկերը այսօր։ Եվ եթե ամփոփենք, իհարկե ձեր ոլորտից դուրս է, բայց մենք ականատեսը եղանք հայտարարության, ձայնավորության եւ այսօր ՍԴ-ում 7 քաղաքական ուժերի բողոքներ են քննվում։ Ինչ սպասենք, ինչ ակնկալիքներ ունենք, նաեւ վերջերս ձեր ուժի առաջնորդը Սամվել Կարապետյանը հավաքական, ասենք, միասնության կոչ արեց, համեցեք։ Նախ այո, ունենք շատ վատ պատկեր ընտրությունների, շատ վատ արդյունք։ Փոշիացվել է կամ գողացվել է, ինչպես կուզենք կարող ենք անվանել, շուրջ 60,000 քաղաքացիների ձայն։ Այսինքն մանդատների տեսքով դա բաժին է հասնելու քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որ իրենցը չի, պարզապես։ Այսինքն շեմը հաղթահարած քաղաքական ուժին, մասնավորապես Բարգավաճ Հայաստան կուսակցությանը դուրս թողեցին ազգային ժողովից շատ արհեստական ձևով։ 3 ընտրատեղամասերի արդյունքներ չեղարկվեցին եւ վարչական դատարանի որոշումը հաշվի չառնվեց։ Այս մասին իմ մասնագետ գործընկերները բազմիցս ասել են, ավելացնելու ոչինչ չունեմ, բայց ընդհանրապես փաստեմ մի շատ կարևոր բան, որ այդ ընտրախախտումները բաժանվում են երկու մասի՝ նախընտրական եւ բուն ընտրությունների օրը։ Բուն ընտրությունների օրը տեղի ունեցած ընտրախախտումների մասին շատ է խոսում այս օրերին, հենց դա նկատի ունեի, որ ասում էի
չեմ անդրադառնա, ուրեմն չգիտեմ, եղել են թափանցիկ քվեաթերթիկներ, եղել են, չգիտեմ, ասենք, քվեատուփի կողքը կանգնած տարբեր անձիկ, զինվորականներ, ժամ 8-ից հետո ներս մտած եւ այլն եւ այլն։ Ինչի նկատի ունեմ, երբ որ ասում եմ մինչև ընտրությունները տեղի ունեցած ընտրախախտումներ, ուրեմն դրանք են մասնավորապես կեղծ տեղեկատվությունը, վախի մթնոլորտը, այն մարզերում, երբ որ մենք մասնակցում ենք քարոզարշավի, մեր մարզերում բնակվող բազմահազար հայրենակիցներ, որոնք ունեն տեղեկատվության պակաս, դիտում են միայն հմեկ, որոշ չափով գուցե կրթական ցենզի պակաս կա, ամեն դեպքում այդ մարդիկ հավատացել են, օրինակ, որ Հայաստանից պետք է նոր իշխանությունները, եթե մենք, օրինակ, ասենք, ընդդիմության որևէ ներկայացուցիչ ուրեմն ընտրվեր, պետք է Հայաստանից տանեին Դոնբաս, ասենք, օրինակ, հայերին կռվելու։ Աբսուրդ, չէ՞, կատարյալ աբսուրդ։ Մենք նույնիսկ ծիծաղում ենք, որ նման բան, ինչպես կարող է բանական մարդը դրան հավատալ, բանից պարզվում է մեր բազմահազար հայրենակիցներ հավատացել են դրան։ Ասում են պատերազմի եռագլուխ կուսակցություն։ Եթե ես չլինեմ, կլինի պատերազմ։ Սա ինչ է։ Եթե ոչ ընտրախախտում, վախի մթնոլորտ, վարչական ռեսուրսի չարաշահում, այսա ազդել է մեր բազմահազար քաղաքացիների գիտակցության վրա եւ նրանք գնացել են եւ վախից ելնելով, որ իրենց որդիները չգնան Դոնբասում կռվելու ճակերտավոր, կամ ասենք, չգիտեմ, պատերազմ չլինի երկրում, սա եռագլուխ պատերազմի կուսակցություն է ճակերտավոր եւ գնացել սխալ ընտրություն են կատարել, ես վստահ եմ։ Այո, դա 300,000 ադրբեջանցիները Ադրբեջանի ամենաբարձր մակարդակը, որի մասին դուք եք ահազանգում, դրված է, որ պետք է ճակերտավոր վերադառնան իրենց հայրենիք։ Տեսեք, ուրեմն դա հարցի մյուս կողմն է։ Ընդհանրապես նույնիսկ ինստիտուտներ են աշխատում վախի միջոցով ազդելու մարդկանց գիտակցության վրա եւ նույնիսկ այն մարդիկ, որոնք գիտակցում են, որ այս իշխանությունները բերել են մի քանի պատերազմ, իրենք չեն ուզում նույն վախից ելնելով, որ իրենց որդիները գնան պատերազմ, այս անգամ արդեն այս իշխանությունները, այսինքն ցանկացած պարագայում, լավ սենց ասեմ, եւ այստեղ վախի գործոնն է, ուրիշ բան ավելացնելու չունեմ։ Սրանք նույնպես ընտրախախտումներ կարելի է որակել նախընտրական փուլում եւ այս սխալ ինֆորմացիայի հետևանքով մարդիկ սխալ որոշում կայացրեցին։ Հիմա միտքս ամփոփելով արձանագրել մի շատ կարևոր բան։ Իշխանությունները չեն հաղթել։ Գուցե մենք էլ չենք հաղթել, բայց իշխանությունները ի սկզբանե նշաձող էին սահմանել 65% ունենալ 65% ձայն։ Ինչու, որովհետև Ադրբեջանը պարտադրում է, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը փոփոխվի։ Եվ իրենք հույս ունեին, վստահ էին, նաև ինչու՞ չէ, որ ունենալու են այդ 65% քվեն։ Եվ այս խայտարակ բռնաճնշումների պարագայում, այս խայտարակ ընտրախախտումների պարագայում, երբ մեր առաջնորդը գտնվում էր կալանքի տակ, անհավասար պայմաններում, մեր բազմաթիվ, մեր հարյուրավոր ընկերների կալանավորումների ձերբակալությունների պայմաններում, կեղծ տեղեկատվության պայմաններում, ինչ որ ձայնագրություն էին տարածում, ասում էին ընտրակաշառք է բաժանվել, այնինչ դա չի հիմնավորվել, չի փաստարկվել։ Հենց հիմա մեր քաղխորհրդի անդամ Դավիթ Ղազինյանն է կալանավորված, Ալիկ Ալեքսանյանն է կալանավորված։ Հասկանալի բազմաթիվ մեր ընկերների անունները հերթով Կարապետյան, այո, Սամվել Կարապետյանը շարունակում է տնային կալանքի տակ մնալ։ Հերթով բոլորի անունը ցավոք չեմ կարող թվարկել, որովհետև 100-ից ավել մարդիկ կան հետապնդման մեջ եւ այլն, եւ որևէ դեպքով չի հիմնավորվել, չի ապացուցվել, որ մեր գործընկերները կապ ունեն այդ ամեն ինչի հետ։ Եվ մենք ունենք հավաքական ընդդիմություն ավելի շատ ձայն, քան իշխանությունները։ Սա ոչ այլ ինչ է, քան հաղթանակ։ Սա փոքր հաղթանակ կարելի է որակել եւ ես կոչ եմ անում սիրելի հայրենակիցներ չհիասթափվել, որտեղ ոչինչ չի ավարտվել եւ մի հարցազրույցում ես մի քանի օր առաջ հետեւյալ օրինակն եմ բերել։ Պատկերացրեք, մենք պետք է բարձրանայինք լեռան գագաթը եւ մեզ անընդհատ խոչընդոտել են, ինչ որ չգիտեմ, քամին է խանգարել, ցուրտ է խանգարել եւ մենք հասել ենք լեռան կեսը մոտարապես։ Հիմա ինչ են ասում, այսինքն իշխանության կողմից ուղղորդվող որոշ ուժեր, ասում են հրաժարվեք մանդատներից, դա իրենց ցանկությունն է։ Եվ մանդատից հրաժարվել, չհրաժարվել իհարկե մենք դեռևս չունենք վերջնական քաղաքական որոշում, բայց ընդհանուր հիասթափության տրամաբանության մեջ եմ սա ուզում ընդգծել, դա նույն բանն է, որ մենք ասենք միևնույն է ոչինչ չի ստացվել եւ հետ վերադառնանք դեպի ստորոտ լեռան։ Այնինչ ճիշտ հակառակ է, կարծում եմ, որ մենք պետք է մեր մեջ ուժ գտնենք եւ բարձրանանք մինչեւ լեռան գագաթ։ Մոտավորապես ունենք այս իրավիճակը։ Այսինքն հավաքական ընդդիմություն ունի ավելի շատ ձայն, հաշվի առնելով նաեւ այն խայտարակ ընտրախախտումները, որոնք կան, եւ այս բռնաճնշումների, վախի մթնոլորտի, ընտրախախտումների պայմաններում իշխանությունը չի կարողացել հաղթարել 50%-ը։
Այնինչ ի սկզբանե իրենք սահմանել էին նշածող 65%-անոց։ Իրենք չեն հասել իրենց նպատակին։ Գուցե մենք այս փուլում չենք հաղթել, բայց իրենք էլ չեն հաղթել, իրենք նույնպես չեն հաղթել։ Եվ հետևաբար պետք է գնալ առաջ, շարժվել առաջ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Շնորհակալ